Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 3-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում և դրանից հետո նաև կլինեն իմ բոլոր ալիքների հղումները, կարող եք նաև միանալ այնտեղ, եթե ձեզ հետաքրքրում է։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 3-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ոչ է հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք, օրվա ընթացքում սեղանի շուրջ եք նստելու, իսկ երեկոյան կարող եք այդտեղ կամ նեղվում եք կամ երեկոյան այստեղ, կամ առավոտյան, որ ձեր ձեռքից ինչ-որ մի բան եք բաց թողնում։ Նաև երեկոյան այստեղ վիճում եք երկերեսանի մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերն են, ժամերի կողքերը գրված են, նաև ինչ է նշանակում։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 3-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը խոչընդոտներ ունեք, որոնք պետք է հաղթահարեք, նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեմ, ոմանց կհրավիրեն հարսանիքի կամ ձեր հարսանիքն է, կամ շատ կարևոր օր է ձեր տանը, ձեր հարաբերություններում, այդպես ինչ-որ մի կարևոր պահ է։ Օրվա ընթացքում կկարողանաք ձեր գործերը առաջ մղել և ինչ-որ բան է ձեզ տխրեցնում է։ Օրվա ընթացքում ինչ-որ մի բանը լավ է, հետո վատ, լավ է, հետո վատ, այստեղ ինչ-որ պահեր են։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևէ տարեց անձնավորության հետ, որևէ տղամարդու հետ, միգուցե իր հետ եք վիճում,
Եվ ձեր կարիերայում մի փոքր առաջ խաղացում ունեք, միգուցե դա է, այստեղ կարող է պայմանագիր եք կնքում ձեր կարիերայի հետ կապված, դա է ինչ-որ մի ձևով մի փոքր առաջ մղում ձեզ։ Այսքանը ձեզ համար, կամ ինչ-որ գործեր կարող են լինել, որոնք որ ավելի շատ են կամ քան կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 3-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը առավոտյան ձեր ընտանիքի անդամների հետ եք վիճում կամ ձեր երկրորդ կեսի հետ, իրար կարող չեք հասկանում, առավոտյան շուտ։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, միգուցե դա հենց ցույց է տալիս, ձեր ընտանիքի անդամներին է ցույց տալիս, կարող է ցույց է տալիս, որ տղան է լինելու ձեր կամ ամուսինը։ Եվ եղբայրը չի բացառում, մի խոսքով։ Որևիցե այդպես փուչիկի նման ինչ-որ նորություն կբացահայտվի ձեզ համար, միգուցե հենց իրենց հետ կապված, այդ տղայի հետ կապված, նաև սա մոլորեցում է, ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել այդ օրը։ Նաև հանկարծակի դիլուր կլսեք, ինչ-որ մի բան է փակ, միգուցե ճանապարհի հետ կապված, միգուցե ժամի հետ կապված, այսինքն ուշ է, որ օրինակ գնաք այդ ճանապարհը։ Եվ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 3-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ինչ-որ միտեղ կգնաք, երկար կմնաք, կամ ինչ-որ բան է դեռ կանգնած է, դանդաղում է եւ չեք կարողանում դրա պատճառով ինչ-որ գործեր անել, ավարտել։
Նաև օրվա ընթացքում ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լի կլինեք, հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, նամակագրական կապի մեջ կլինեք նաև, կարող է փաստաթղթեր եք դասավորում, փաստաթղթեր եք վերցնում, տալիս, այդպես ինչ-որ պահեր են, նաև այստեղ տղամարդ է և տուն, ամեն մեկի համար մի բան այստեղ կարող է, հետո մասնագետն է գալիս տուն, կամ տան տղամարդն է գալիս տուն, կամ ինչ-որ մի բան է, այստեղ տան տղամարդու հետ կապված, միգուցե առիթ է, ինչ-որ պահեր են, ամենայն դեպս, կամ գնում եք տուն նայելու, և այդ տղամարդն է տանում ձեզ, որպեսզի նայեք տուն, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 3-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը այստեղ ունեք տուն և գումար, ամեն մեկի մոտ սա մի ձև կանդրադառնա, դա կարող է լինել օրինակ, օրինակներ չբերեմ, տուն եք գնում, վաճառում, վարձ և այլն, յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել, այդքան չեմ ուզում մանրանալ, դա շատ օրինակներ այստեղ կլինեն, նաև օձեր կան, բամբասանք, չար մարդիկ, չար խոսակցություններ այդ օրը ձեր կողքը, սպասման մեջ եք լինելու, սպասում եք ինչ-որ բանի, ինչ-որ մեկին, ոմանք պատրաստվում են իրենց հարսանիքին, ոմանք որպեսզի գնան հարսանիք, կամ ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, ինչ-որ մի բան է, որը բավականին ձեզ շատ կուրախացնի, տրամադրությունը կբարձրացնի, միգուցե պայմանագիր եք կնքում ինչ-որ մեկի հետ, միգուցե շատ կարևոր պահ է ձեզ համար ևս էլի ձեր տրամադրությունը կբարձրանա, ընտանիքում է շատ կարևոր օր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, կարող է նաև ամուսինն է վերադառնում տուն։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին ապրիլի 3-ին։
Հարգելի օձեր, այդ օրը վիճում եք ինչ-որ մարդկանց հետ։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ։ Դե կանխատեսումը այդքան է լիարժեք չէ, կարող եք նաև նայել ձեր ամսվա նշանը կամ այնտեղ լուսնային է եւ այլն, այդ նշանները կարող եք նայել։ Լրացնելու համար այստեղ ամբողջությամբ չէ կանխատեսումը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին ապրիլի 3-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը տան հետ կապված որևէ հարցեր ունեք, դրանցով պետք է զբաղվեք, լուծեք, տեղափոխություն է եւ այլն, յուրաքանչյուր բան այդտեղ կարող է լինել։ Հյուր, առիթ, ձեր տանական պետք է գնաք։ Նաև այդ օրը ընտանիքի անդամների հետ կարող եք վիճել, իրար հետ չհամապատասխան է ինչ-որ մի բան, մեկը համաձայն լինի, մյուսը ոչ եւ այդպես վիճեք իրար հետ։ Եվ այստեղ եւս շարունակվում է, այստեղ սկզբում կարող է լեզվակռիվ է, բայց հետո շարունակվում է վեճը։ Դա համար պետք է ձեզ զսպեք այստեղ։ Հստակ պետք է զսպեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին ապրիլի 3-ին։ Հարգելի այծեր, այդ օրը ինչ-որ միտեղ կգնաք եւ երկար կմնաք, դա նաեւ կարող է լինել ինչ-որ բան է կանգնած, ինչ-որ մի բանի եք դեռ սպասում կամ դանդաղում է դեռ չկա։ Նաեւ այդ օրը սպասման մեջ եք լինելու էլի, դեռ շարունակում եք, բայց այս դեպքում արդեն հաջողություն ունեք։ Հաջողությամբ ոնց որ դռներ են բացվում, ոնց որ ասում են, այսքան սպասեցիք, անօգուտ չէ։ Օրվա ընթացքում եւս էլի հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում այն ինչ որ կանեք այդ օրը։ Եվ երեկոյան հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, ավելի տարեց անձնավորություն է, միգուցե պետական աշխատող է։ Այսքանը ձեզ համար,
Գուցե նաև ձեր ամուսինն է, ովքեր որ մի փոքր մեծ են։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 3-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ, օրվա ընթացքում կպարկեք հանգստանալ կամ սա նաև հիվանդանոց է կամ ինչ-որ գործեր են ոնց որ քնած, հա, որևիցե պետական հիմնարկությունում առաջ չի գնում, դա կարող է լինել նաև, եւ իհարկե ինչ-որ մեկը կարող է հիվանդանոցում է եւ գնում եք իրեն տեսակցելու։ Գնում եք պարկում, անալիզ տալիս կամ ինչ-որ բան եք ընդունում, հետ եք գալիս, նաև այդպես կարող է լինել։ Եվ երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը, նաև հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա։ Հույսով եք, հա, երեկոյան ժամին, չգիտեմ ինչն է դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղների։ Ինչ է սպասվում ակաղաղներին ապրիլի 3-ին։ Հարգելի ակաղաղները, դուք ձեր օրը փչացնում եք այստեղ, առավոտյան կարող եք ուրախ լինել, նայեք, բայց դուք սկսում եք գորգռալ, եթե չգորգռաք ավելի ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, եթե պետք է գորգռաք, ուրեմն կգորգռաք, հետո կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել, իսկ այս դեպքում կարող է լինել ուրախության արդյունքներ։ Նաև այդ օրը կտրուկ քայլ կանեք, ոչ կարևոր որոշում կկայացնեք եւ շատ անսպասելի կամ ինչ-որ մի քայլ կանեք չմտածված, երկար մտածեք, դրա նոր այդ արեք։ Եվ ոմանց մոտ սա մոլորեցում է, կարող է փորձեն ձեզ մոլորեցնել, ոմանց մոտ սա ինչ-որ բան է, որ փուչիկի նման կպայթի, ինչ-որ մի բան կիմանաք այդ օրը եւ ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը։ Կամ գերհոգնած կլինեք, հա, կփորձեք հանգստանալ այդ լարվածից, այդքան գորգռացից, որ կշխշակ։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք շների։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 3-ին։ Հարգելի շներ, բավականին շատ աշխատանք կունենաք այդ օրը, որ անեք, հնարավոր է նաև հանդիպում պետական աշխատողի հետ, հարցազրույց, ընդունվեք աշխատանքի, խոսեք աշխատանքի մասին, քննարկեք աշխատանքը, նաև հարցազրույց, և այդ օրը մտքերի մեջ կլինեք, ինչ-որ բանի մասին եք մտածելու կամ ինչ-որ մեկի, երկար սպասված ոչ նամակ կստանաք, տեղեկատվություն, գուցե փաթեթ է, օրվա ընթացքում գումար եք ստանալու, ոմանք էլ գումար կծախսեն, և կայցելեք բժշկական ոչե կենտրոն, այն կենտրոն, որտեղ ինչ-որ մեկն է պարկած, կամ այնտեղ գործողություններ անելու համար կգնաք կպարկեք, նաև սա ինչ-որ գործեր են, որոնք քնած են, ուղղակի չեն անում, պետական հիմնարկությունում ոնց որ քնած է և ոչինչ չեն անում դրա համար, և այստեղ նաև գոռգռում եք երեկոյան, չգիտեմ, հիվանդանոց մտնելու համար, թե նման ոչե կենտրոն մտնելու համար, թե ինչ-որ մարդկանց վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Նաև խոզեր են նշանակում։ Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 3-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք, նաև ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթերի հետ գործեր կունենաք, նաև փաթեթ կարող եք ստանալ։
կցանկանաք պարկել հանգստանալ օրվա ընթացքում, ոմանց մոտ էսա ինտիմ հարաբերություններ է, նաև ընդունելություն աշխատանքի, կամ շատ աշխատանք ունենաք, այդպես հոգնում եք եւ աշխատանքի վայրում անգամ, այդպես քունն է տանում։ Նաև սա հարցազրույց է, որ կարող եք անել պետական աշխատողի հետ, կարող եք հանդիպել, եւ շատ աշխատանք, պատվեր, այդպես։ Ճանապարհ եք գնալու կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բան է, թե կարող է դուրս եք գալիս աշխատանքից ավելի շուտ, որ ճանապարհ գնաք։ Կամ ձեզ մոտ են ինչ-որ մարդիկ գալիս։ Եվ ուշադիր եղեք, այստեղ կարող են ձեզ մոլորեցնել այդ օրը, նաև ոչ մի բան այդպես փուչիկի նման կպայթի։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որից է տարեց անձնավորության հետ, կամ ձեր ընտանիքի անդամ եք, կամ պետական աշխատող է։ Կամ ինչ-որ մեկն է ծանոթ։ Ունեն դեպս մեծ է տարիքով։ Գուցե ինքն է փորձում ձեզ մոլորեցնել, կամ իր մասին եք ինչ-որ բան իմանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։